Շնորհակալ եմ պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ սկսեմ նրանից, որ այս բանավեճը շատ կարևոր է հենց կառավարության նիստի մակարդակով իրականացնել ու ցույց տալ, որ առաջին հերթին կառավարության տեսանկյունից է շատ կարևոր ունենալ այս խորհրդանշական ռազմավարությունը, ի տարբերություն շատ այլ պետությունների, որտեղ շատ դեպքերում գենդերային հավասարության հետ կապված հարցերը, թեև այսպես ընդհանուր քննարկումների մակարդակում կարևորվում են, բայց պետական մակարդակի իրենք չեն բարձրանում եւ կառավարության տեսանկյունից կարծում եմ առանձնահատուկ է ունենալ ոչ միայն նման ռազմավարություն, այլ նաեւ պատշաճ քայլեր ձեռնարկել այդ ռազմավարությունը իրացնելու համատեքստում եւ այդ հանձնառությունը իրապես շատ ողջունելի է։ Ես կուզենամ անդրադառնալ ընդհանրապես գենդերային հավասարության ու խտրականության հետ կապված հարցերի, որովհետեւ մենք շատ դեպքերում թյուր պատկերացումներ ունենք ընդհանրապես հակախտրականության ոլորտի հետ կապված, որովհետեւ մեզ թվում է, որ օրինակ եթե մեր միջավայրը ընդհանուր առմամբ իրավահավասար է, շատ չեն խնդիրները եւ այլն, նշանակում է այդ խնդիրները չկան, բայց ես ուզում եմ արձանագրել նաեւ որպես մշտադիտարկում իրականացնող մարմնի ղեկավար, նաեւ որպես իրավահավասարության հետ կապված հարցերով զբաղվող մարդ ու մարդկանց հետ անընդհատ շփվող թե Հայաստանի մարզերում, թե Երևան քաղաքում, որ իրապես Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան գենդերային հավասարության հետ կապված եւ բազմաթիվ են իրավիճակները, որոնք իրենց բնույթով միանշանակ խտրական են, հետեւաբար կոչ կանեմ, որպեսզի նաեւ հանրային գործունեությամբ զբաղվող անձինք չխոսեն խտրականության բացակայության մասին, որովհետև խտրականություն Հայաստանում միանշանակ կա։ Ես կուզենամ արձանագրել, որ միանշանակ զարգացումը ակնհայտ է, այսինքն ոլորտային զարգացումը եւ նաեւ պետության կողմից այս հանձնառությունը միանշանակ շատ մեծ զարգացում է ենթադրում նաեւ շատ տարիներ առաջ եղած իրավիճակից, բայց խտրականությունը շատ դեպքերում արկա է նաեւ խթանող պայմանների բացակայության պատճառով եւ այլն եւ այլն։ Հիմա գենդերային հավասարության հետ կապված խոսվեց սոցիալական դերերի մասին ըստ էության, որովհետեւ գնաց օրինակ ուսուցիչ լինել չլինելու կամ տղամարդու կողմից երեխայի խնամք իրականացնել չիրականացնելու հետ կապված ես կուզենամ հատուկ արձանագրել, որ թե Հայաստանում, թե աշխարհի բոլոր երկրներում կան կարծրատիպային պատկերացումներ կանանց եւ տղամարդկանց սոցիալական դերերի մասին։ Եվ երբ Տիկին Անդրեասյանը օրինակ խոսում էր ուսուցչական անձնակազմի հիմնականում կին լինելու մասին, սա իրականում նաեւ տղամարդկանց հետ կապված կարծրատիպային պատկերացումներից է գալիս եւ շատ դեպքերում դիտարկվում է նաեւ որպես տղամարդկանց հետ կապված խտրականություն, որովհետև ի սկզբանե այնպիսի կարծրատիպային մոտեցումներ են ուսուցանվում, որ օրինակ տղամարդը չի կարող զբաղվել այս աշխատանքով, կամ պարոն վարչապետը խոսեց ենթամշակութային կամ ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Իրականում տղաներին ի սկզբանե բացի հայհոյանք սովորեցնելուց նաև սովորեցնում են, չգիտեմ թե ինչ մակարդակով է պետք խնդիրներ լուծել, բռնությունը ինչ կարևոր դերակատարություն կարող է ունենալ, նույն այդ ենթամշակութային հարաբերությունները ինչքան կարևոր կարող են լինել, կամ որ օրինակ էմոցիա չի կարելի արտահայտել, եթե լացեցիր տղա, իսկական տղա չես եւ այլն եւ այլն, սրանք իրականում ոչ միայն կանանց հետ կապված խտրական դրսևորումներ են, սրանք նաեւ տղամարդկանց հետ կապված խտրական դրսևորումներ են, ավելին նաեւ խոսք գնաց երեխա ունենալ չունենալու, երեխայի խնամքի համար անհրաժեշտ պայմանների, բավարար պայմանների արկայության մասին, այստեղ էլ կուզենամ հատուկ շեշտադրել, որ այո, խթանող միջոցների բացակայությունը ինչքան էլ մենք հռչակագրային առումով հայտարարենք, որ վայ, մենք ցանկանում ենք, որ կանայք ներգրավվեն աշխատանքային միջավայրում հանրային կյանքում, բայց եթե չլինեն խթանող միջոցներ, այդ թվում երեխա ունենալու, հետո երեխայի խնամքով զբաղվելու հնարավորության համար միանշանակ խնդիրներ արկա են լինելու։ Օրինակ հիմա էլ են արկա։ Օրինակ նորածին երեխա ունեցող մայրը պիտի հնարավորություն ունենա աշխատավայրում, այդ թվում որոշակի կոնկրետ ժամանակահատվածի շրջանակներում իր երեխային կերակրելու։ Հիմա այդ հնարավորությունը օրենսդրությամբ թեև սահմանել ենք, բայց մի շարք աշխատանքային միջավայրերում սրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ես կարող եմ խնդիրները շատ երկար թվարկել, կամ օրինակ ազգային փոքրամասնությունների համայնքներ մենք ունենք, որտեղ վաղ ամուսնությունների խնդիրը ահռելի խնդիր է եւ օրինակ աղջիկները ոչ միայն կրթությունից են դուրս մնում պարտադիր, այլ նաեւ առողջության պահպանման իրավունքի հետ կապված բազմաթիվ այլ իրավունքների հետ կապված խնդիրներ են ունենում եւ չտեսնել այս ամեն ինչը բնականաբար չենք կարող, եթե կոնկրետ օրինակ մեր միջավայրում կամ մեր ընտանիքում սա չի տեղի ունենում, կամ օրինակ
հաշմանդամություն ունեցող երեխաների խնամող ծնողներից, այնպես է ստացվել, որ ես թե մարզերում, թե Երևան քաղաքում, երբ հանդիպում եմ ծնողների հետ, պարզվում է, որ կինը, հատկապես երեխան, եթե հիմա մեծ տարիքի է, կինը ամբողջ կյանքում միայնակ ստիպված է եղել տանը մնալ, հենց կինը այդ ամբողջ ծանրությունը կրել, բեռը կրել, այդ կարծրատիպային մոտեցումների բեռը կրել, որովհետև նաև ժամանակ կար, որ հաշմանդամություն ունեցող երեխա ունենալն էլ այսպես դարձյալ ինչ որտեղ այդքան էլ լավ երևույթ չէր եւ խարաներ եւ սրա հետ կապված մի շարք այլ հանգամանքներ եւս չեմ ուզենա շատ այս բոլոր խնդիրների վերաբերյալ խոսել, որովհետեւ դրանք շատ են, կուզենամ ուղղակի արձանագրել, որ շատ կարեւոր է, որ կառավարությունը ու պետությունը այս հանձնառությունը ստանձնել է եւ կուզենամ նշել, որ այս առումով շատ կարեւոր դերակատարություն ունեն հատկապես կրթական ծրագրերը, որովհետեւ մենք ժամանակին նաեւ կրթական բովանդակություն ունեինք, որը այդ սոցիալական դերերներ ըստ էության սերմանում բովանդակությունը հիմա թեև փոխվել է, կարծում եմ կատարելագործվել է այդ առումով, բայց միևնույն է դասավանդման մեթոդաբանությունը կարծում եմ շարունակում է նույնը մնալ, հետեւաբար շատ կարեւոր կլինի, որ այս ռազմավարության հետ մեկտեղ նաեւ պատշաճ քայլեր ձեռնարկվեն մնացյալ բոլոր խնդիրները լուծելու առումով։ Շնորհակալ եմ։